Ողջունում եմ ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, եւ եկել եմ յուրահատուկ օգտակար խորհուրդով։ Այն օգտակար խորհուրդով, թե մեզ կանանց ինչ է անհրաժեշտ։ Ամենաառաջինը մեզ անհրաժեշտ է ինչ։ Հայլի։ Իհարկե մենք կանայք հայլի շատ ենք սիրում, ցանկացած հայլի, այդ կլինի այսպիսի փոքր հայլի, կլինի մեծ հայլի, խոսքը վերաբերվում է հայլիներին։ Շատ հաճախ մեզ հայլիներ են նվիրում եւ մենք առանց իմանալու կարող ենք այդ հայլիները վերցնել եւ չիմանալով, որ իրենք կարող են բերել դժբախտություն, անեծք, չարություն, եթե մարդուն ուզում են անեն վատություն, ուրեմն կարող են վերցնել այսպիսի փոքրիկ հայլիներ, որոնք օգտագործում են շպարվելու համար, բայց չէ չնայած փոքրիկ, անեծ կարտալ, որ գեղեցկությունը փչանա, արդակին տեսքը ոչնչանա, ինքը չունենա առողջություն, հաջողություն եւ նվիրի։ Եվ մենք առանց իմանալու կարող ենք այդ հայլին վերցնել եւ օգտագործել եւ չհասկանալով, թե ինչն է պատճառը։ Շատ հաճախ նաեւ, երբ որ մարդը մահանում է, մեզ ասում են, որ պետք է անպայման տան հայլիները փակեն։ Ոմանք չեն հավատում, ոմանք հավատում են, բայց պետք է ասեմ, որ պարտադիր է փակել, որովհետեւ հոգին անմիջապես ներթափանցում է հայլու մեջ եւ կարող է երկար ժամանակ հոգին այնտեղից դուրս չգա եւ բերի չարություն եւ բերի անեծք եւ դժբախտություն եւ կարող է եւ ընդհակառակը մարդը այդ էներգետիկ դաշտին չդիմանալով անընդհատ տեսնելով իր հարազատի հոգին ունենա հոգեկան լուրջ խնդիրներ։ Շատ հաճախ ասում են, որ ստրես կենտրոնում, հոգեբուժարանում կան հոգեկան հիվանդներ, որոնք վախենում են հայլիներից, որոնք վախենում են լուսավորությունից, որոնք փակում են վարագույրները, ես ոչ թե այստեղ մեղադրում եմ բժիշկներին, քավլիցի նման բան չկա, բայց չեն ուզում ընդունենք ու հասկանանք, որ դա ոչ թե այդ մարդը հոգեկան հիվանդ է, այլ ինքը այդ ուժեղ էներգետիկ դաշտին, այդ չարությանը, այդ կաբանքներին չի դիմանում եւ դրա համար թափառող հոգիներին շատ հաճախ կարող ես տեսնել հայլիների մեջ, թափառող հոգիներին կարող ես շատ հաճախ տեսնել պատուհանների մոտ եւ դրա համար մեզ ինչ է անհրաժեշտ։ Ինչ եմ եկել այսօր, որ ցես ասեմ, ուզում եմ, որ դուք որևիցե մեկից հայլիներ չընդունեք, սիրելի հետևորդներ ջան, եթե խանութից գնում եք, գնեք ձեր գումարով անմիջապես եւ անպայման հիշեք կոտրված հայլիներ երբեք մեր մոտ չենք պահում։ Իսկ կան մարդիկ, այդ թվում նաեւ ես, որ իրենց մոտ եթե հայլիներ են պահում, կոտրվում է։ Ես խուսափում եմ պայուսակիս մեջ պահել հայլի, որովհետեւ դեռ դպրոցական տարիներից իմ մոտ հայլին կոտրվում էր, որպեսզի հետագայում չփախվեմ անախորժությունների։ Իսկ եթե վերցնենք մեր այսպիսի փոքրիկ հայլին եւ ասենք որ ոնց այս հայլին է այսպես պարզ ու մաքուր, այդպես էլ թող յուրաքանչյուր Աստծո առավոտ իմ կյանքը լինի մաքուր, պայծառ եւ ես լինեմ գեղեցիկ, գրավեմ իմ տեսքով ծերերին, երիտասարդներին, բոլորին, իմ աշխատակիցներին եւ չմոռանանք, որ վերջում ասենք Հիսուսի անունով ամեն, ամեն, ամեն։ Սակայն սա պետք է ասենք առավոտյան ժամը 7-ին, երբ լույսը նոր է բացվում։ Սիրելի հետևորդներ ջան, կարող ենք անել 3 շաբթի, 5 շաբթի եւ շաբաթ օրերին, որպեսզի խուսափենք չարությունից, անեծքից, նման դիվական հատկանիշներից, վերցնում ենք սովորական մեր ծորագիջուրը, վրան 7 անգամ ասում ենք հայր մերը, անում ենք սա 2 շաբթի, 4 շաբթի ուրբաթ օրերին եւ ասում ենք. Թող մեր տանից դուրս գա բոլոր անեծքները, չարությունները, կախարդությունները, անեծքները եւ մեր հայլիները սկսում ենք սրբել այդ ջրով։ Հայլիները մենակ, սիրելի հետևորդներ ջան, հայլին նորից եմ հիշեցնում, մեր կյանքում շատ մեծ դեր ունի, նաեւ մեծ դեր ունի մոգական աշխարհում։ Իսկ ես իմ օգտակար խորհուրդներով շատ հաճախ կարողանալու եմ ձեզ օգնել, ինձ թվում է, եւ միշտ օգնելու եմ։ Իսկ ես պայծառատես Անիկ Գրիգորյանս ձեզ բոլորից սիրում եմ։ Յուրաքանչյուրիդ ուզում եմ, որ լինեք երջանիկ, ուրախ, բախտավոր։ Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն իմ օգնության կարիքը, կարող են զանգահարել 077 49 48 28 հեռախոսահամարով կամ կարող են զանգահարել 098 80 89 30 հեռախոսահամարին։ Մեծ սիրով ու ջերմությամբ կօգնեմ ձեզ։ Հետևեք իմ YouTube-յան ալիքին եւ միասին կբացահայտենք յուրահատուկ գաղտնիքներ։